Հալեպը մեր երկիրն է, բայց դիմանալ էլ հնարավոր չէր։ Պատերազմից Հայաստան փրկվելու եկող սիրիահայերի առաջին խոսքերն են։ Միայն հոկտեմբերին Զվարթնոտ օդակայանը 50 սիրիահայերի է ընդունել։ Վիճակնից քեշ եղավ շատ քեշ, yani դիմանալիք չի մնաց, yani հաուներ այլևս դուներում մեջ գինարգոր, քիշերները քուն չունեին։ Այսօր Հալեպից 12 հոգի, 5 ընտանիք Երևան հասավ։ Օդանավակայանում դիմավորողները շատ են Սփյուռքի նախարարության ու բարեգործական միությունների ներկայացուցիչների հետ միասին, այստեղ նաև հալեպահայերի ծանոթ հարազատներն են։ Մենք կբայենք, ինչա որ ուզեն կբայենք, բայց իրենք ուզեն որ դուն զատուն առնեն։ Ընտանիքները Երևան են ժամանել ավետարանական եկեղեցու աջակցությամբ, երևանյան գրասենյակն էլ նրանց համար ժամանակավոր կացարաններ էր պատրաստել, սակայն պարզվեց, որ բոլոր ընտանիքներն էլ սպասող տաք անկյուններ ունեն, մինչև։ Մի քանի օր կմնան այնտեղ, մինչև արդեն ինձ համար համապատասխան բնակարաններ կգտնենք, վարձատրության հարցերով արդեն կդիմենք ավետարանչական ընկերակցություն, որպեսզի իրancs հետագա նաև այդ վարձավճարները փոխհատուցվեն։ Ընտանիքների համար տներ կվարձակալվեն 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով։ Տուն, տեղ, աշխատանք ու խաղաղություն կորցրած այս մարդիկ ամեն ինչ պետք է զրոյից սկսեն։ Նեղ օրեր անցուցին, քեշ օրեր անցուցին, բայց դիմացան։ Հույսով եմ, որ լավ գլա ամեն ինչ։ Կգտնեմ հաջողություն, զավակներս դպրոցի երթան։ Սաբա ընտանիքի որդիներից Հակոբը, որ սիրիական բանակի զինվոր էր, անցյալ տարի զոհվեց Դերձորում։ Հայաստան գալու որոշումն ընտանիք կայացրեց, երբ մյուս որդին Ժանը վիրավորվեց, երբ ռումբերն իրենց տուն մտան։ Շատ մոտ է, ազատ զորքի աբագիները գդրդվա բադ դեջայթա փախանք ցկեցի ամեն ինչ եկան։ Վիրավոր ուսին 6 վիրահատական կարով Ժանը օդակայանի երջանիկներից է։ Այստեղ նրան դիմավորողների շարքում ապագա նշանածն է Զարմիկը, որ 1.5 ամիս առաջ է տեղափոխվել Սիրիայից, կարոտել է։ Այո, շատ։ Նշանադրությունը մինչև նոր տարի։ Հալեպում սափրիչ աշխատած Ժանը սիրելիի հետ ապահով կյանքի համար պատրաստ է փոխել մասնագիտությունը։ Սուսան Բադալյան, Հակոբ Սարգսյան, Առաջնալիք։